Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է, արդեն երրորդ տարին է, ինչ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվում է մեր հաղորդաշարը։ Անցած տարիներն էլ մեզ հնարավորություն են տալիս խոսելու կատարված աշխատանքի, մեր հաջողությունների և ձեռքբերումների մասին։ Նախ, պարզվեց, որ գրականությամբ հետաքրքրվողների թիվը ավելի է, քան թվում է առաջին հայացքից։ Մեզ դիտում են Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում և Իրանում, Բելարուսում և բազում այլ երկրներում։ Եվ բազում վկայություններ կան, ստանում ենք զանգեր, նամակներ, որոնք խոսում են այդ հետաքրքրության մասին, որը մեզ համար անցավ կարևոր է։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ հաղորդաշարի մասին խոսակցություն բացվեց անգամ գրողների միջազգային սիմպոզիումի օրերին, որ կայացավ անցած տարի Մինսկ քաղաքում և մեր նոր դար հաղորդաշարն արժանացավ մրցանակի։ Այս հաջողությունները անհնարին կլինեին առանց ATV հեռուստաընկերության ղեկավարության աջակցության։ Մենք ամեն շաբաթ ենք նամակներ ստանում, ամեն հաղորդումից հետո, նամակներ, հեռախոսազանգեր մեր հեռուստադիտողներից, մեզ գրում են նաև արտասահմանից։ Վերջերս նամակներ ստացանք Կարինա և Մարգարիտա Կոսմոլներից, Աղացի Այվազյանի ընտանիքն է, որոնք հետաքրքրված են հայդասականներին մեր անդրադարձումներով և պահանջում են հետագայում ավելի խորացնել այդ աշխատանքը և հենց այդ ուղղությամբ։ Մենք նամակներ ու ուղերձներ ենք ստացել տարբեր երկրներից, մեզ գրում են հայտնի գրողներ Միխայիլ Պազնյակովը, Նատալիա Սավետնայան, Նաում Գալպերովիչը, գնահատում են այն, որ մեր հաղորդաշարը բարեկամության սերմեր է ցանում չարությամբ ու թշնամանքով լցված այս աշխարհում։ Իսկ Արտեմիս Լեփեջյանն էլ դիտում է մեզ, քանի որ մենք, ինչպես ինքն է ասում, վերադարձրինք իր երիտասարդությունը։ Այն արժեքները, որ թվում է այսօր մոռացված են, այն արժեքները, որոնց մասին այսօր ընդունված չէ խոսել, այն արժեքները, որոնցից խուսափում է ժամանակակից հեռուստատեսությունը շատ դրսևորումներով, ահա այդ արժեքները շարունակում են ապրել մեր նոր դարում և դրանք այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվելու է նաև վաղվա կամ ապագայի մշակույթը։ Մի բան հաստատ է և այդ մասին խոսել ենք հենց առաջին հաղորդման ժամանակ, նոր դարը հենց սկզբից մտահղացված չէր իբրև սովորական ժուրնալիստիկա, սովորական լրագրություն։ Մենք սկանդալ չենք փնտրել, սենսացիաների հետևից չենք վազել, անվերջ ու անդադար խոսողների բանակին չենք միացել, չենք միանում և չենք միանալու, որտեղ հաղորդաշարը ունի սկզբունք։ Լավ է մեկ մոմ վառել, քան խավարը անիծել։ Եվ վերջապես օգնության պարզված ձեռքը ավելի սուրբ է, քան աղոթող շուրթերը։ Հայ ժողովրդին շատ անհրաժեշտ է այս գիտակցումը, որ խոսելով երկիր չեն կառուցում, խոսելով ապագա չեն գերտում, միայն խոսելով երիտասարդություն չեն դաստիարակում, այդ ամինչը քրտնաջան աշխատանք է և պետք է ճամփա բացել նվիրյալների համար։ Սա է նոր դարի սկզբունքը և կրկին հայտարարում ենք ու գիտեմ, որ իմ բարեկամները դիտում են, լսում են, խոսում են և ասում են համաձայն ենք այդ գաղափարների հետ։ Այսինքն մենք գործ ունենք գաղափարական հաղորդաշարի հետ։ Նաև մեկ այլ դիտարկում այս հաճելի պահին, երբ որ մենք խոսում ենք արդեն կատարված աշխատանքի մասին։ Մենք չենք սպասել և չենք սպասում, որ հեռուստադիտողը ինքը փնտրի մեզ։ Երբեմն էլ մենք ենք գնում իր դուռը, կազմակերպելով հրապարակային հանդեսներ, որ միջոցառումներ են և միևնույն ժամանակ հեռուստատեսություն։ Ի վերջո, հեռուստատեսությունը պիտի փոխվի և շատ փոփոխություններ պիտի լինեն առաջիկայում ու պիտի ձեզ հիշեցնեմ մի շատ կարևոր հանգամանք, այն որ շատ մշակութաբաններ ժամանակակից արվեստների շարքում
դնում են հեռուստատեսությունը։ Այսինքն հեռուստատեսությունը այն չի, ինչ որ դուք գիտեք, այն չի, ինչ որ մենք գիտենք։ Հեռուստատեսությունը մշակույթ է, եւ այդ մշակույթը իր ուրույն ձևակերպումով, իր ուրույն գաղափարախոսությամբ, իր ուրույն գեղագիտությամբ վերջապես ահա այդ մշակույթը արժանավոր տեղ ունի քանդակագործության, ճարտարապետության, ամեն ինչի կողքին։ Երաժշտության, ահա թե ինչ է եղել մեր նպատակը եւ ինչին ենք մենք ձգտել ու ձգտում, թե որքան ենք հասել, իհարկե վճիռը մերը չէ, այլ ձերն է։ Եվ քանի որ ասացի, որ մենք չենք սպասում, որ հերոսատողը մեզ փնտրի, շատ հաճախ մենք ենք գնում իր դուռը, իդեպ նույն բանը մենք արել ենք իբրև գրական գործիչներ, չենք սպասել, որ ընթերցողը մեզ փնտրի, մենք ենք գնացել ընթերցողի դուռը, բոլոր մարզերում եղել ենք, Հայաստանի բոլոր գյուղերում եղել ենք, շատ գյուղեր մեզ սպասում են, ներողություն եմ խնդրում, որ ֆիզիկապես չենք կարողացել մինչև հիմա այցելել, բայց անպայման գալու ենք, սպասեք մեզ։ Եվ այդ է պատճառը, որ այս աշխատանքը իր ուղղվածությամբ տարավ դեպի մեկ ուրիշ ձևաչափ, որը արեցինք անցած տարեվերջին, ամփոփելով 2025 մշակութային տարին։ Տարեվերջին եւ տարեսկզբին մենք երկու բացառիկ միջոցառում իրականացրինք մշակույթ եւ արժեքներ, որտեղ ցույց տվեցինք մեր դասական ու ժամանակակից մշակույթի արժեքները, որոնք շատ կարեւոր են այսօր պայքարող, չարչարվող իմ զորավոր, իմ սքանչելի ժողովրդի համար։ Այդ արժեքները փորձեցինք ներկայացնել լավագույն դրսևորումներով, փորձեցինք հրավիրել մարդկանց, հատկապես երիտասարդներին, քանի որ երիտասարդների դաստիարակության խնդիրը շատ էական ենք համարում։ Միջոցառումները եւ հեռուստատեսային այդ նոր ձևաչափը նվիրված էր ըստ էության դասական եւ ժամանակակից արվեստի նշանավոր գործերին, նշանավոր դեմքերին, եւ երբ ինձ միշտ հարցնում են, որտեղից ձեր այս խանդավառությունը, ինչու եք հաճախ ժպտում, ինչու եք վերջապես այդքան սիրում, ես պիտի ասեմ հետեւյալը. պատճառը մեկն է, իմ հայացքը ես ուղղում եմ լավագույնին, նրանք կան ու շատ են, բայց հանրությունը տեղյակ չէ, հանրությունը չգիտի, եւ այդ պատճառով շատ հաճախ կարդալով վատ գիրք, դիտելով վատ ներկայացում, լսելով վատ երաժշտություն, հուսահատվում են, փակում դուռը ու հեռանում մշակութային աշխարհից առհավետ։ Ես առաջարկում եմ, դիտենք լավագույնին, ահա թե ինչին էր նվիրված վերջին փոփոխությունը, որ մեր հաղորդաշարում տեղի ունեցավ, գնալ դեպի լավագույնը եւ ժողովրդին ցույց տալ, ովքեր են մեր լավագույն գրողները, ովքեր են մեր լավագույն երաժիշտներ երաժշտական աշխարհում, երգեցողության աշխարհում, քանդակագրության աշխարհում, ինչ արժեքներ կան, որ պետք է գնահատենք։ Եվ ավելացնեմ նաև մի բան, որ արժեքների արժեքը կա, երևույթների երևույթը կա, ու գեղեցկությունների գեղեցկությունը կա եւ ուժեղից ուժեղը կա ինձ համար։ Դա հայ զինվորն է։ Մեր հայ կյանքի, հայ մշակույթի բարձրագույն արժեքն է հայ զինվորը։ Որտեղ լինենք, փողոցում թե տանը, ուսումնական հաստատությունում կլինենք, թե ճանապարհին, որտեղ էլ որ լինենք, միշտ հիշեք, կա մի բարձր արժեք, որը ավելի բարձր քան մեր երաժշտությունը, գրականությունը, գիտությունը, ամեն ինչից բարձր հայ զինվորն է, եւ եթե այդ գիտակցությունը մեզանում լինի, շատ բան հավատացնում եմ, որ կյանքում կփոխվի։ Ահա թե ինչու հունվարի 17-ին հրապարակավ մեր հեռուստատեսային այդ հետարքիր միջոցառման ժամանակ մեզ արվեցին Առյուծ արծիվ երկրապահ կամավորական միությունը, նրա նախագահ գեներալ Արմեն Հարությունյան եւ ապագա զինվոր Ռազմա հայրենասիրական ակումբի նախագահ Սամսոն Մուրադյանը։ Դուք տեսնեիք ինչ սքանչելի պահ էր։ Մեզ մոտ էին, մեր հյուրն էին մեր դահլիճում, պատանի զինվորները, ովքեր պիտի դառնան ապագա զինվոր։ Եվ երբ ձեռքս պարզում էի ողջունելու համար իմ փոքրիկ բարեկամներին, այնտեղ կային 7 տարեկան երեխաներ, զինվորական համազգեստով իրենք
պատիվ էին առնում ու նոր ասում անունազգանունը ու բարևումից ուղղակի գեղեցկությամբ պահել ու հասկանում ես որ ազգը պահում է իր ոչին ազգային հայկական ոչին ու դա շատ կարևոր է մեզ համար այդ ընթացքում երբ որ մենք զրուցում ենք մեր կյանքի ապագայի մասին մեր հայրենիքի մեր պետության հզորացման ուժեղացման մասին մի աննման մթնոլորտ էր առաջացել եւ արձագանքները շատ ջերմ եղան եւ մարդիկ խոսեցին իրենց տպավորությունները հայտնեցին ինչ որ այսօր ձեզ ներկայացնել ենք ահա ինչու պիտի լավատեսորեն ասեմ սիրելի բարեկամներ այս նոր տարին որ մենք սկսում ենք այս նոր տարին թող լինի միաբանության տարի այս նոր տարին թող լինի հույսի ու հավատի տարի երբեք չհեռանանք միմյանցից երբեք չլքենք միմյանց միշտ ընկերը մնա ընկեր բարեկամ ծնողը ու որդի սա է մեր նոր դարի այո իսկապես կարող ենք նոր տարվա այս օրերին խոսել նաև նոր դարի մասին նոր ժամանակների մասին նոր դարի գեղագիտությունը նոր դարի աշխարհայացքը նոր դարի սկզբունքը պետք է լինի եւ ամփոփելով խոսքս այս թեմայի շուրջ պիտի ավելացնեմ ես այս ամենը ասում եմ ես այս ամենը ասացի իմ ուսուցիչների իմ Համոսահյանի իմ Վահագն Դավթյանի հսկող հայացքի ներքո ու շատ հաճախ ես մտածում եմ ես անձնական կարծիք չունեմ ինչ որ սովորեցրել են իմ մեծերը ես այդ խոսքերն եմ ձեզ բերում ահա թե ինչու ինձ հետ սովորաբար չեն վիճում որովհետև գիտեք չի կարելի գնալ անձնական սկզբունքների աշխարհ եւ խոսել միայն անձնականից ոչ մեզ միավորողը ինչն է ոչ թե անձնականը այլ համընդհանուրը այն ինչ որ ազգի համար սիրելի է սա էլ թող լինի ամենակարևոր սկզբունքը որով առաջնորդվել ենք եւ առաջնորդվելու ենք այսուհետեւ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք մեր հաղորդումը խոսելու համար այն հետաքրքիր երևույթների մասին, ինչ ոգևորում է մեզ մեր մշակութային կյանքում։ Եվ հատկապես մի խնդիր, որ սրտիս մեջ ապրում է իբրև, ինչ ասեմ, ցավ, մտահոգություն, երազանք։ Ես ամեն օր այդ մասին եմ մտածում, նայելով իմ գեղեցիկ ժողովրդին։ Ես պաշտում եմ իմ հայ ժողովրդին ու շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք էլ կարողանանք լավը տեսնել ու գնահատել, բայց մի ցավ կա իմ սրտի մեջ, որ ուզում եմ ձեզ հետ կիսել, անդրադառնալ այդ խնդիրներին ձեզ հետ, եւ այդ հարցին անդրադառնալիս միշտ մտորում եմ մի բան, որ մենք մեր պատմությունը ամբողջապես դեռ չգիտենք, սիրելի բարեկամներ, չգիտենք օրինակ բարության, լույսի, գեղեցկության, ինչ խորքեր ունի հայ հոգին։ Այդ ինչ է այդ զարմանալի երևույթը, ասում ենք հայի աչքեր։ Ինչու թախից կա մեր մեջ եւ ինչ խորք կա մեր մեջ։ Ո՞վ ենք մենք, հայերս։
Նայեք ինքներդ ձեզ, խնդրում եմ, հենց այս պահին, առիթ փնտրեք, նայեք ինքներդ ձեզ, նայեք ձեր հոգու ներսը, նայեք ձեր աչքերի խորքը, ճանաչեք ձեզ ձեր նախնիների մեջ, որքան գեղեցիկ է հայը, արժանի երջանիկ ու շքեղ կյանքի, բայց մենք ստեղծել ենք արդյոք մեր հայ հոգուն արժանի երկիր։ Շատ վաղուց այս խոսքը ուզում էի ասել։ Տարիներ շարունակ սրտից մեջ անհանգիստ, ամեն անգամ մտածելով տանջվում էի ու դժվարանում էի արտահայտել ցավս։ Ես այս աշխարհում շատ բան եմ տեսել, բայց չեմ տեսել ավելի մաքուր, վսեմ ու գեղեցիկ բան, քան հայ կնոջ աչքերը։ Ես ձեր ցավը տանում։ Ես ինչ երևույթ եք դուք։ Ես ինչ մաքուր եք դուք։ Դուք չեք զարմացնի աշխարհին ձեր արթուզարթով, ձեր թանկարժեք շորերով, որը չունեք, բայց ունեք հոգի, որ աշխարհում ոչ ոք չունի։ Ես խոնարհվում եմ մեր մայրերի, մեր քույրերի, մեր դուստրերի, մեր երեխեքի առաջ։ Խոսքս միայն հայ կնոջ մասին է, ուրիշ ոչ մի բան, Ու այս խոսքերը ես ասում եմ մեծ ցավով, ներեք մեզ, տղամարդկանց, մենք չկարողացանք ձեր պատիվը պահել, մենք չկարողացանք։ Քաղաքական գործիչներ ամեն ինչ անում էին ջարդ հրահրելու համար, սխալ քայլեր քաղաքական անցյալում, պոլիսը նետվում էր արյունով, սասունը ներկում էր արյունով, սխալվեցինք։ Ու հիմա սխալվում ենք։ Միթե 30 տարին բավարար չէր այս հրեշտակների համար հզոր երկիր կառուցել, որ բոլոր օտարները վախենային Հայաստանի կողքով անցնել։ Կարող էինք։ Ու այդ ճանապարհին էինք, գրեթե սարքել էինք այդ երկիր։ Կարող էինք, չէ՞։ Մեր աղջիկների համար, տղամարդիկ, ուզում եմ գաղտնիք բացել ձեր առջև, տղամարդիկ ապրում են իրենց մոր, իրենց կնոջ, իրենց դստեր համար, ստեղծում են դրա համար։ Մենք չկարողացանք, կներեք մեզ, սիրելի կանայք և աղջիկներ, հայ տղամարդիկ մեղավոր են ձեր առաջ, մենք չստեղծեցինք այդ երկիրը, բայց ճանապարհին էին, մի քայլեր մնում, որ պիտի հասնեինք դրան, հզոր բանակ ունեինք, հզոր երկիր, ազատագրված Արցախ, ազատագրված Շուշի ունեինք, ինչ կատարվեց, որտեղ սխալվեցինք, ինչ տեղի ունեցավ։ Ես դրանց պատասխանները ունեմ, բայց դրանց չեմ անդրադառնում, որտեղ այսօր ասելիքս մեկն է։ Ես ձեր ցավը տանում, հայ աղջիկներ, ինչքան մաքուր, այդքան լավը։ Եվ իմ ամբողջ կյանքում ես ասում եմ, բոլոր տղամարդկանց անունից պայքար ավարտված չի, պայքարելու ենք ձեզ համար, լավ երկիր կերտել, լավ հայրենիք ստեղծել, լավ պետություն ստեղծել, միայն ձեզ համար։ Բարի երեկո, ես ներկայացնում եմ Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Բալասանյան, ես այս պահին մի հատիկ սովորական խոսքով ասում եմ շնորհակալություն պարոն Ափինյան այս հոգեպարար երեկոյի համար, իսկ ավելի մեծ ասելիքս լայնացնեմ, մեր դպրոցի ջերմ գործընկերն է պարոն Ափինյանը, մեր մեծ բարեկամն է, ավելի անկեղծ ասեմ, ինձ համար ընկեր Ափինյանն է, որովհետև իմ դասախոսն է եղել, երբ ես դեռ 18-19 տարեկան ուսանող էի Երևանի պետական համալսարանում և այս խանդավառ ու ոգեշնչ խոսքը էությունը վայելում եմ այդ օրից առ այսօր։ Այսօր արդեն որպես ուսուցիչ և պատիվ ենք ունեցել ինձ համար նորից եմ ասում ընկեր Ափինյանի լուսավոր հետքը մեր դպրոցում էլ արդեն շատ շոշափելի ունենալու, որովհետև այս սահիկաշար ասենք այսօրվա տերմինով, որ հրամցվեց մեզ արդեն մեր դպրոցի աշակերտներին քաջ ծանոթ է
եւ իրենք այլևս չեն հարցնում։ Հիմական գրողներ երիտասարդ շատ լավ գիտեն, որ կան եւ այդ գործում, այո, երախտավոր պիտի համարեմ պարոն Ափինյանին, որովհետեւ շատ ծավալու, շատ հրաշալի միջոցառում ենք ունեցել նաեւ մեր դպրոցում։ Դեռ ավելին, մեր ստեղծագործող աշակերտը այս կառույցի շնորհիվ է լույս ընծայել իր գիրքը, մեր ավետիսը եւ մեր ուղղորդմամբ է դիմել ընկեր Ափինյանին եւ ամբողջ օրը այդ հիացմունքը եւ այդ շունչը այդ օրերին մեր դպրոցում տարածվում էր, ծավալվում էր։ Մի խոսքով, ուզում եմ մի քիչ ընդհանրացնել, բոլորս ունենք այն մտահոգությունը, ինչ որ արտահայտվում է, ինչ որ ասվում է մեկնաբանությամբ եւ առանց մեկնաբանության, այո, մեր հայրենիքում այսօր արժեքները վերաձևակերպելու շատ պահանջ ունեն եւ ով եթե ոչ մտավոր զանգվածը պիտի նվիրյալը դառնա այս գործի եւ ընկեր Ափինյանի ջանքը նվիրում պետք է համարել այստեղ խնդիրը զուտ ղեկավար լինելը չէ, զուտ գործունեություն ծավալելը չէ, հայտնի խոսք է բարի գործ արարողը հայրենիքին մի փոքր անգամ օգտակար լինելը աղոթող սուրբերից էլ սուրբ է։ Այո, ես ինձ իրավունք եմ վերապահում ձեր առաքելությունը սուրբ գործ անվանել, պարոն Ափինյան, որովհետև հայրենասիրությունը շոշափելի է դառնում, երբ հայրենաճանաչում կա։ Իսկ ինչ է այս, եթե ոչ հայրենաճանաչում։ Այնպես որ ուզում եմ, որ դուք առողջ ու երկար ապրեք, այո, ապրեք ձեր այդ ամբողջ ներքին այդ ամբողջ պաշարով, էներգիայով, էնտուզիազմով, ամեն ինչով, որովհետև որտեղ փոքրիկ լույս, այնտեղից մեծ խարույկ։ Ես այդ լույսը փոքրիկ անվանեցի ոչ թե ձեր առումով, այլ եթե կա անգամ մի փոքրիկ մղում, այն կարող է դառնալ ուժ, գիծ, հոսք եւ ի վերջո գաղափար ու արժեք։ Շնորհակալ եմ անսահման, դուք որտեղ կաք, մենք միշտ ձեզ սիրով լսում ենք եւ միշտ այդ նույն ոգին նորից այդպես երկար մեզ ապրեցնում է։ Անսահման շնորհակալությունս իմ սիրելի դասախոս։ Բարեցես, շնորհակալ եմ։ Գիտեք, ես ծնունդով Զանգակատնից Պարուսևակի հարևանն եմ, հենց հող ու ջրով էլ մեր տան ցանկապատը հենց նրա ցանկապատին է հարևան եւ տեսնում եմ, որ այնուամենայնիվ գրականությունը շատ հզոր լիցքեր ունի։ Մեր յուղից Զանգակատնից գիտնականներ կան, դոկտոր, պրոֆեսորներ եւ այլն, բայց նրանք ճանաչված չեն։ Նրանց անունները որ ասեմ, երևի շատ քիչ մարդ կճանաչվի։ Ասենք Նազարյան Խաչիկը աշխարհագրայի համալսարանում երկար տարիներ դեկան է աշխատել, 30 տարի ասենք։ Բայց ասենք այդ անունները այսօր էլ քիչ չեն ճանաչվում, բայց Պարուշ Սևակը, որ գրականության լեզվով խոսեց, Պարուշ Սևակը, որ պոեզիայի լեզվով խոսեց, ամբողջ աշխարհում մեկ ճանաչվելի դարձավ եւ կմնա այդպես, հասկանում, այսինքն գրականությունը հզոր լիցքեր ունի եւ հիմա այս հողի վրա է կանգնած Աբգար Ափինյանն իր համահայկական գրողների միությունով, որ կարող է իսկապես շտկել իրավիճակը, փոխել իրավիճակը մեր երկրում։ Իսկ դա շատ կարևոր է, հասկանում եք, որտեվ թեկուզ ես գիտեմ Աբգար Ափինյանը միշտ ասում եմ միայն սիրով խոսենք, հանդուրժենք իրար, բայց առանց քննադատական խոսքի էլ չի լինում, որտեվ ես գիտեմ, որ Հայաստանում այսօր այնպիսի իրադարձություններ, այս վերջի 5 տարիներին գոնե, այնպիսի իրադարձություններ կատարվեցին, բայց կար Հայաստանի գրողների միություն, կար գրական թերթ, նրա օրգանը, բայց ոչ մի ձայն, ոչ մի մենք հայրենիքի կորուստ ունեցանք, մեր կորուստը այս 5 տարի շարունակվում է, հասկանում եք, մեր երկիրը գնում է դեպի նսեմացման ճանապարհով, բայց չկա այդ ձայնը, ուր է, ասենք դա չէր կարող լինել, ասենք Հայաստանի գրողների միության դեպքում դա չէր կարող լինել Պարուշ Սևակի, Վահագն Դավթյանի, Համոսայանի եւ ուրիշների պարագայում, հասկանում եք, նրանք չէին թողնի, որ մեր հայրենիքը այսպես նսեմանար, մեր ժողովուրդը այսպես խեղճ ու կրակ, այսպես ճորտացված, ստրկացված ապրեր։
Այ հիմա որ համահայկական գրողների միությունը ձայն է հանում, այսպես ակտիվացնում է մթնոլորտը, գրական մթնոլորտը, սա ուրախալի է, սա պետք է տանել դեպի մարզեր, հասկանում եք, դա պետք է տանել գյուղերը, մեր գյուղերն ավելի խեղճ վիճակում են, հասկանում եք, գրողի կարիք ունեն, գրողի խոսք ունեն լսելու, որտեվ այդ խոսքը չկա, չի լսվում, էլի եմ կրկնում, հիմա ասենք ենթադրենք Հայաստանի մի որևէ մարզից, Վայոց ձորից ասենք, ուզենան գրողի խոսք լսեն, նրանք ումը դիմեն, Միլիտոնյան Էդիկին, չկա այդ միությունը չկա, հասկանում եք, չի գործում, այդ թերթը չկա, նրանց համար միևնույն է Հայաստանի ճակատագիրը, հասկանում եք, այ գոնե հիմա այս զուգահեռի վրա որ կա համահայկական գրողների միությունը ուրախացնում է, անկեղծորեն ես թեկուզ անգամ կարող է չմասնակցեմ այս հանդիպումներին անձամբ, բայց որ լսում եմ, տեսնում եմ, կարդում եմ, շատ եմ ուրախանում, ասում եմ, ի վերջո մի ձայն կա, գրողական ձայն, հասկանում եք, մի գրական կազմակերպություն կա, որ ձայն է անում, ասում է պետք է հայ ժողովուրդը չխեղճանա, հայ ժողովուրդը պետք է իր հայրենիքի տերը լինի, հասկանում եք, պետք չի անդադ նվաստացման ուղիով գնալ, 5 տարի շարունակ կապիտուլյացիան շարունակվում է, հայ ժողովրդի կապիտուլյացիան իր թշնամիների առաջ, շարունակվում է, եւ թող չասեն ասեն ուրիշ ելք չկա, ելք միշտ կա, չի կարող ստրկությունը համարվել ճանապարհ, դա չի կարող այդպես շարունակվել, հասկանում եք, ելքը պիտի մենք ստեղծենք, մեր կազմակերպություններով ոտքի կանգնենք, անենք, ակտիվացնենք հանրությանը, հայ ժողովրդին ակտիվացնենք, այս միջոցառումն էլ ես այդ կոնտեքստում եմ տեսնում, որ ակտիվացնենք մեր ժողովրդին, նրան ներշնչենք վեհ արժեքներ, վսեմ արժեքներ, որ նա չմտածի, որ ճանապարհը միայն ստրկություն տանող ճանապարհն է, ոչ, այդպես չէ, հասկանում եք, ես որ դաստիարակված եմ եղել Պարույր Սևակի պոեզիայով, ես շատ ըմբոստ հոգի ունեմ, հասկանում եք, չի կարող հայ ժողովուրդը խեղճանալ, չի կարող գնալ դեպի լրիվ հատակը, հասկանում եք, սա աննորմալ ճանապարհ է, որ մենք չէինք կարող պատկերացնել, ով կարող էր 7 տարի առաջ, 8 տարի առաջ պատկերացնել, որ հայ ժողովրդի այս նվաստացման ճանապարհը, նաև ֆիզիկական ոչնչացման ճանապարհը այսպես կարող է լինել, հասկանում եք, աննորմալ բան կատարվեց մեր հայրենիքում եւ ձայն չեն հանում մտավորականները, մտավորականությունն առհասարակ ձայն չի հանում, սա շատ վտանգավոր է եւ այդ լռության մեջ լավ է որ հնչում է ուրեմն համահայկական գրողների միության ձայնը, որի համար շնորհակալ եմ, շնորհակալություն ձեզ, պարոն Ափինյան։ Շնորհակալ եմ պարոն Ափինյան, ընձեռված հնարավորության համար, շատ կարևոր է, որ այսօր գնահատում են ժամանակակից ստեղծագործողներին, ժամանակակից գրականությունը եւ ձեր նման քննադատը, որ այդպես բարձր է դասում ժամանակակից գրողներին, ինչպիսիք են Ռազմիկ Դավոյանը, Փանոս Ճերանյանը եւ այլոք, ինձ համար մեծ պատիվ է, որ ես էլ կանգնում եմ իրենց կողքին եւ դառնում եմ մի մասը մեր պատմության, ինչպես գրականության, այնպես էլ երաժշտության ասպարեզում, ես ինձ փորձում եմ ցուցաբերել ամենալավ եւ ամենավորակյալ կողմերից, չսայթակելով, ճիշտ է, պատահում է, որ սայթակում ես, բայց աշխատում եմ չսայթակել եւ այսօր երաժշտական մասը մի կողմ կդնեմ եւ գրական որպես բանաստեղծ ձեզ համար մի երկու բանաստեղծություն կկարդամ իմ նորաթուխ գրքից, որը վերջերս տպագրվեց, լույս ընծայվեց, Եթերի ծանդին։ Շնորհանդեսի համար նախապես կտեղեկացնեմ։ Սկսեմ առաջին բանաստեղծությունից, որը գրել եմ 22 թվականին, երբ գնացել էինք Արցախ համայնքական գրողների միությունով եւ այնտեղ վերադարձի ճանապարհին մենք անցանք այդ ադրբեջանական դիրքերի կողքով, որոնք Շուշիին էին արդեն գրավել եւ ինքստիկյան ծնվեց այս բանաստեղծությունը խոսք մթության կամաղոտ քրեշտակին։ Մթության մեջ վերջին լույսը մարեց, ասա երանելի ով հրեշտակ, ձայնիր ձայնդ լսեմ աղոթքներդ շիտակ եւ հասկանամ ինչու լույսը մարեց։ Մթության գորշ ու մռայլ պատկերներում
առաջվա պես չկան ճերմակաղավնիներ, եւ ագրավներն են հար նրանց դիվահարում, որ չլինի երբեք խաղաղ կյանքի պատկեր։ Մթության մեջ վերջին լույսը մարեց, ձայնիր, ով հրեշտակ երանելի, շողակաթով ճերմակ զենք ու շարաչ երկիր, որ խլանա ձայնը ագրավների։ Մեկ բանաստեղծություն էլ կարդամ, որը եւս գրել եմ, բայց արդեն ոչ թե վերադարձի ճանապարհին, հենց Արցախում երեկոյան այդ արցախյան հովին, հայ ասել, նստած։ Արցախյան լեռներ կային այնտեղ կար հաշտություն, լույս կար, փարված քաջած հողին, եւ ես էի այնտեղ, եւ դու էիր այնտեղ, եւ այնտեղ էր արևանիստ հոգին, այնտեղ լռություն կար, վերք կար, նաեւ ցասում, այնտեղ գետեր կային արնաթաթախ, այնտեղ էինք եւ մենք, մեկ արև, մեկ լուսին, մարդկանց սրտից խոսող հոգին խաղաղ, այնտեղ արթնացում կար, ժամանակ հաղթության, ժամանակ աննկուն աղոթքների, այնտեղ նաեւ չքնաղ անզուգական մարդիկ, գահներ այնտեղ հաղթող աստվածների, ձորեր կային այնտեղ, աշխարհակալ լեռներ, մամռակալած վանքի դռներ գոցված, իմ հոգին է այնտեղ, երազներս ճերմակ եւ օջախիս կրակը հուսաբեր։ Ես ուզում եմ իմ ուղերձով կիսվել, որը դեռևս 2021 թվականին գրել եմ իմ ժողովրդին եւ այսօրվա հանդիպման համատեքստում այն ավելի քան տեղին է։ 2021 թվականի ձմռան դրությամբ հայ ժողովրդի վիճակը ծայրահեղ անհանգստացնող էր։ Ժողովրդի միջից իսպառ վերացել էին հարգանք, փոխհամաձայնություն, ներողամտություն արտահայտությունները։ Փոխարենը մանուկ հասակի երեխան անգամ գիտեր պարակտություն բառի իմաստը, ինչն անթույլատրելի է։ Համաճարակի եւ պատերազմի հետևանքները կոտրել էին հայ ազգին հիմքից։ Տնտեսական ճգնաժամը օր-օրի աճում էր։ Ժողովուրդը բաժանվել էր 4 խմբի՝ սևերի, սպիտակների, անգույնների եւ քամելոնների։ Պատմության էջերը ցույց են տալիս. հայ ժողովրդին երբեք չեն աջակցել առանց նրան կողոպտելու։ Դրսից աջակցության սպասելն անիմաստ է։ Մենք ենք մեզ վեհացնողն ու կոտրողը։ Բանաձևը հայտնի է բոլորիս։ Հայ ժողովրդի ուժը իր հավաքական կերպարի մեջ է։ Եվ եթե մեկ հայ իզորու է աշխարհը գորգի պես ոտքի տակն առնել, ապա հայի հավաքական կերպարը ի վիճակի այն կառավարել։ Մենք կռիվ տվող ազգ ենք, մենք արարող ու ստեղծագործ ազգ ենք։ Եվ եթե կա ծրագիր հայի ոչնչացման, ապա մենք կքանդենք այդ ծրագիրը սիրո ուժով։ Չարացած ոգիներին պետք է փաղաքշել եւ նրանք թև կառնեն։ Ծովը կաթիլից է սկսվում, եւ մենք կարող ենք կաթիլ առ կաթիլ հավաքել մեր ծով Հայաստանը։ Դու եւս կաթիլն ես այդ ծովի, եւ եթե բոլորը միավորվեն, հայ ժողովրդի լուսավոր ապագան հնարավոր կդառնա։ Ու դեռ կարարենք, ու դեռ կերքենք եւ կապացուցենք աշխարհին, որ հայ լինելը մեծագույն շնորհ է եւ որ հայը մեկ անգամ չէ որ վերածնվել ու վերածնվելու է սեփական մոխրից Փյունիկի պես։ Ցանկացած ոք, ով թեկուզ մակերեսորեն թերթել է հայոց պատմության եւ հայ գրականության էջերը, գիտակցում է, որ այժմ հայ ժողովրդի համար պատմական պահ է եւ յուրաքանչյուրս մեր գործելով կամ անգործությամբ որոշում ենք մեր ժողովրդի ու մեր երկրի ապագան։ Ծանրորին այնտեղ էինք աղավնոջուղում, վերձորում, ամբողջ գիշեր արդյոք մնացինք, աղավնոյի շները զարմացել էին, ես ինչ են անում, որում ճիչում էինք, այդպես է, հայ ոչինչ չպիտի ընկաչվի և մենք այդպես է, շնորհակալություն պարոն։ Ապագա զինվոր ռազմա հայրենասիրական ակումբի բոլոր անդամներին և նրա ղեկավարին, հիմնադրին Սամսոն Մուրադյանին, համեցակար Մուրադյան։ Շատ բարձր եմ գնահատում ձեր աշխատանքը և այս պատվոջիրը, այս գնահատանքի ջիրը, որ մենք տալիս ենք ձեզ, թող հիմք դառնա ձեր հետագա հաջողությունների համար։ Այո, Հայաստանը ուժեղ տղամարդկանց երկիր է դառնալու, դարձնելու ենք, կարգապահ, ուժեղ, գործին լավ տիրապետող, հայրենասեր, սա է մեր իդեալը։ Եվ դուք այդ գործն եք անում տարիներ շարունակ, Աստված օրհնի ձեզ։ Ու քանի որ դուք խոսք ունեք ասելու,
Ես պիտի խնդրեմ, որ այդ խոսքը ասեք զինվորների ներկայությամբ։ Զինվորներին հրավիրեք ձեզ մոտ։ Մենք պատրաստվում ենք մեր 5-ամյակի հունվարի 28-ին, ես էլ X-էլ Հորանատինյան ձեզ հրավիրում եմ։ Մենք էլ ձեզանից ենք շնորհակալություն հայտնելու մեր 5-ամյակն լինելու Տուր եւ Համրերի դահլիճում։ Ամսի 28-ին ժամը 2-ին, ամսի 28-ը գիտեք ինչու է հունվարի, դա մեր բանակի օրն է։ Մենք որոշեցինք այդ օրը կազմակերպել մեր 5-ամյակը։ Սիրով ձեզ բոլորիդ, ձեզ անձամբ հրավիրում ենք լինելու մեր 5-ամյակին, որտեղ լինելու է մեր հաշվետվությունը, մեր արած աշխատանքները տարեկան եւ փոքրիկ համերգային ծրագիր մեր ընկերների աջակցությամբ ես շնորհակալություն եմ հայտնում եւ այդ օրը ինչի համար եմ ասում որ դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ մարդիկ են որ կարող են գնահատել այս ամենը դուք ճիշտ եք ասում պետք է նաեւ մի փոքրիկ աշխատանքներ գործել աշխատանքը եւ ես շնորհակալ կլինեմ որ ձեր նման մարդիկ շատ լինեն եւ կարողանան գնահատել մարդկանց աշխատանքը եւ ինչը ես միշտ ասում այս ամեն ինչը ստանալուց հետո այն երեխաներն դիտեն ինչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը Շնորհակալ եմ շատ։ Ձեզանից